Բնությունը կնոջը տվել է արարչագործության կատարյալ ձևը՝ մայր դառնալը։ Իսկ մանկաբարձ գինեկոլոգին եզակի հնարավորություն դրան լինել ներկա եւ վերցնել պատասխանատվություն երկու կյանքի հանդեպ։ Հայտնի մանկաբարձ գինեկոլոգ Նորայր Ղուկասյանին վստահում են հազարավոր կանայք։ Նրա փորձն ու նվիրվածությունը տարիների ընթացքում նրան դարձրել են ոլորտի պահանջված մասնագետներից մեկը։ Նորայր Ղուկասյանին հանդիպեցինք իր կաբինետում։ Հայտնի էսթետիկ բժիշկ Սիրուն Մինասի հետ խորհրդակցության ժամանակ, ով սպասում է իր բալիկի ծնունդին։ Հենց Նորայր նվերիչն է լինելու այդ հիշարժան պահի ուղեկիցը։ Առաջին հղիության ժամանակ իրականում ոնց որ կողքից տարբեր խորհուրդներ ես լսում, մեկը մեկին է խորհուրդ տալիս, մեկը մյուսին է խորհուրդ տալիս, բայց իմ կարծիքով բժշկին պետք է բացի որակավորումներից եւ իհարկե մասնագիտական առանձնահատկություններից եւ այլն, պետք է ընտրել մարդ։ Ես այդ ժամանակ միշտ ասում եմ, պետք է այնց մարդ ընտրեմ, որ երեխես առաջինը իրան է տեսնելու։ Ես այդ բանով էի, ոնց որ չափորոշիչով էի բանանում։ Իմ համար այդ առաջին կերպարը, մարդ կերպարը եւ այդ բանով, որ իմ երեխան առաջին այդ մարդուն է տեսնելու, ու նաեւ ինձ դուր են գալիս թեթև մարդիկ։ Մարդ, որը պրոֆեսիոնալ է ու ավելնորդ չի ծանրացնում, այն ինչ որ պետք չի ծանրացնել։ Ու մի քանի հոգու հետ խոսացել էի, հա, լավ մասնագետներ էին, բայց երբ որ գնացի Նորայր նվերիչի մոտ, ասաց, ոնց ես ուզում ունենաս, ասացի, դե բնական մաքսիմալ ինչքան հնարավոր է, ուզում եմ բնական ճանապարհով ունենամ, հա, կգաս, կունենաս, կգնաս, ասացի, վсё։ Առանց ինչ-որ ավելնորդ ինչ-որ ծանրացնելու, հա, իրոք, ծննդաբերությունը բոլորն էլ ծննդաբերել են, դա ավելնորդ ծանրացնել պետք չի, ու շատ հաճելի է, որ քո, ասենց ասած, քո հետ բժիշկը նույն մտածելակերպինն է։ Կգաս, կունենաս, կգնաս։ Ու այդ օրվանից տենց երկրորդը, հիմա էլ առաջ աստված երրորդը Նորայր նվերիչը։ Աստված կնոջը տվել է արարչագործության կատարյալ ձևը՝ մայր դառնալը։ Ձեզ էլ տրված է եզակի հնարավորություն դրա մասնակիցը լինել։ Մասնագիտությունս հենց ընտրելու ժամանակ ես դա հաշվի եմ առել, որ իմ մասնագիտության ամենակարևոր էլեմենտը լինի երջանիկ ավարտը։ Մեծ աշխատանք է կատարվում մինչև առողջ երեխա ծնվի առողջ մորից։ Մի հետաքրքիր զգացողություն է դա, երբ որ դու վերցնում ես ձեռքդ կյանքի սկիզբը, երբ որ դու առաջինն ես գրկում ընտանիքի առաջնեկին կամ երկրորդ զավակին եւ այլն։ Եվ դա մի զգացողություն է, որ ունենալով մեծ բառապաշար հիմա իմ բառերը չեն հերիքում, թե ես ինչ եմ զգում այդ րոպեին, եւ դա է ինձ մոտիվացնում, որ ես աշխատում եմ անընդհատ, աշխատում ու հասկանում, որ նույնիսկ այսքան աշխատել չի կարելի։ Բայց դուք պատասխանատվություն եք կրում երկու կյանքի հանդեպ՝ մոր եւ երեխայի։ Այո, բարդ մասնագիտություն, որտեղ երկու կյանքի հետ է աշխատում մանկաբարձ գինեկոլոգը, մոր եւ նորածնի, եւ մեծ պատասխանատվությամբ մենք մոտենում երկուսի առողջությանն էլ։ Մեզ համար չկա մի արտահայտություն, որ ոչինչ երկրորդ անգամ լավ կլինի։ Մենք մաքսիմալիստ ենք եւ յուրաքանչյուր երջանիկ սկիզբ ուզում ենք ավարտենք երջանիկ ավարտով։ Այդ դեպքում այն կարևորագույն հատկանիշը, որ ձեզ պետք է ձեր աշխատանքում։ Մանկաբարձ գինեկոլոգը, այսինքն իմ նման բժիշկը, պետք է ունենա մի քանի կարևոր առանձնահատկություն հաջողության հասնելու համար։ Նախ պետք է լինի կիրթ եւ գրագետ։ Պետք է անընդհատ աշխատի իր վրա։ Երկրորդը պետք է լինի մեր մասնագիտության մեջ գեր ու շադիր։ Պետք է ունենա հզոր պատասխանատվություն։ Պետք է աշխատի ժամացույցի վայրկյանին համապատասխան, որովհետև մեր ուշացած 1 րոպեն կարա անգամ խնդիր լինի, կյանքի ուշացում լինի եւ ճակատագրական ավարտ ունենա։ Ձեր անուն հայրանունը Նորայր նվերիչ, արդեն բրենդ է։
եւ ձեզ վստահում են բազմահազար կանայք։ Այս զգացողությունը, որ դու պահանջված մասնագետ ես։ Այո, շատ է արծարծում իմ անուն Հայրանունը, բայց ես գտնում եմ, որ այդ անուն Հայրանունը դա երկարատև աշխատանքի, նվիրված աշխատանքի արդյունքն է, բայց համենայն դեպս ես չեմ կարծում, որ դա բավարար է, եւ ես աշխատում եմ այն ավելի ու ավելի մեծ պատասխանատվությամբ տանել, որովհետեւ առաջի հերթին իմ անվան հետ անընդհատ Հայրանունս է։ Մենք մի եզակի մասնագիտություն ունենք, որ երբ տալիս են քո անունը, ապա Հայրանունդ միշտ հետն է։ Առավել ևս ես շատ երիտասարդ տարիքում եմ կորցրել հորս եւ մեծ պատասխանատվությամբ այդ նվերիչ Հայրանունը ինձ համար, այսինքն այնպես եմ աշխատում, որ այդ գողունակությունը նվիրվի նորայր նվերիչին, ոչ թե մեկ անձին, այսինքն իմ ծնողներին, իմ դաստիարակողներին եւ այո այն սերունդին, որը իհարկե գալու է ինձնից հետո։ Չէ՞ որ ասում են, երբ որ լավ անուն ես թողնում, նա հերիքում է քո սերունդներին։ Ես այդպիսի մի ընտանիքից եմ սերվել եւ կարծում եմ նույն ժառանգությունը կթողնեմ իմ սերունդներին։ Ձեր հաջողության բանաձևը ո՞րն է։ Իմ հաջողության բանաձևը ես ընդհանրապես կարող եմ ասել, որ դա իմ աշխատասիրությունն է, իմ նպատակասլացությունն է եւ իմ չպարտվելու կարողությունն է, որ ես անընդհատ պայքարում եմ եւ շատ ծանր դեպքերից դուրս են գալիս պատվով։ Ինձ հզոր ուսուցիչներ են կրթել, ինձ սովորեցրել է իմ ուսուցիչը, որ պետք չէ հանձնվել եւ յուրաքանչյուր դեպքից պարտավոր ենք փառքով դուրս գալ։ Ինչ են փնտրում կանայք ձեր կաբինետում եւ ինչ են ուզում ձեզնից։ Կանայք իմ կաբինետում եւ իմ մոտ գտնում են իրենց հանգստությունը, որ եթե մենք մեր քայլերը ուղղել ենք այս մասնագետի մոտ, ապա մենք որոշակիորեն ապահովագրված ենք։ Իմ հաջողության բանաձևներից մեկը նաեւ որ ես երբևիցե հիվանդի եւ իմ մեջ բարիերներ չեմ դնում։ Մենք շփվում ենք հավասարը հավասարի որոշակի դիստանցիայով։ Ես կատարում եմ իմ աշխատանքը բարձր պատասխանությամբ, իսկ հղիկինը կատարում է իր առջև դրված որոշակի պարտականություններ։ Եվ այս պարագայում ես 9 ամսվա մեջ բոլորին սովորեցնում եմ, որ սա ֆիզիոլոգիական մի process է, որը պետք է ավարտվի ֆիզիոլոգիական ծննդաբերությամբ, որ հղիությունը, հիվանդությունը եւ հաշմանդամությունը ճիշտ է բոլորն էլ հ տառով են սկսում, բայց հղիությունը պետք է վայելել, որ պետք չէ հղիության մեջ գտնել այլ հիվանդագին էլեմենտներ, որ իմ թվացial անտարբերությունը, երբ որ ես ասում եմ պետք է սպասենք ծննդաբերությունը ինքնուրույն սկսվի, որպեսզի չգնանք մենք տրավմաների, ագրեսիաների, թվացial անտարբերությունը վերջում պսակվում է պրոֆեսիոնալիզմով։ Երբեմն լինում են դեպքեր, որ ընթացիկ կարող է մի փոքր սխալ հասկանան ինձ, բայց ի վերջո, երբ ունենում են երջանիկ ավարտ եւ հրաշալի արդյունքը, ապա ամեն ինչ լինում է ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին։ Կանանց որ սովորույթը կամ վերաբերմունքը իրենց առողջության հանդեպ կուզենայիք փոխել։ Կան կանայք, որոնք շատ սխալանկյան տանկ են նայում իրենց առողջությանը, անընդհատ փորձում են հիվանդություններ փնտրել։ Ես կարող եմ համարել երջանիկ բժիշկներից եմ, որ աշխատում եմ առողջ կոնտինգենտի հետ։ Ես երջանիկ բժիշկներից եմ, որ աշխատում եմ միջին տարիքի հետ, որտեղ չկան շատ ուղեկցող, շատ հիվանդություններ եւ բարդություններ, եւ ես կանանց միշտ կոչ եմ անում. դեռ կհասցնեք հիվանդանալ։ 70-ամյակը դեռ շատ հեռու չէ, կգան եւ դուք քրոնիկ հիվանդություններով եւ այլով կսկսեք որոշակիորեն տառապել եւ կգտնեք ձեր այդ ցանկալի հիվանդություններ, որոնք հիմա անիմաստ սկսում եք փնտրել։ Այս դա կուզեմ իսպար հանել կանանց մեջից։ Ես անընդհատ կոչ եմ անում, որ եթե չունեք հիվանդություն, ապա վայելեք կյանքը։ Չէ՞ որ առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ասում է, առողջությունը դա հիվանդությունների իսպառ բացակայությունը չէ, դա մի պսիխոէմոցիոնալ վիճակ է եւ մարդ իրեն առողջ է համարում։ Կա մի խորհուրդ, որ տալիս եք ձեր բոլոր հղիներին։ Հիմնական խորհուրդը, որը որ ես ասում եմ, վայելեք հղիությունը,
որովհետև երբ որ շփվում ես մի կնոջ հետ, ում ինչ-որ գինեկոլոգիական վիրահատություն պետք է անեմ, եւ սկսում ենք հարցնել հղիությունների մասին, ապա այդ կանանց դեմքին ժպիտ է գալիս, երբ հիշում են իրենց առաջին, երկրորդ, երրորդ եւ չորրորդ հղիությունները։ Ես միշտ կանանց խորհուրդ եմ տալի, որ վայելեք կյանքը, վայելեք ձեր ընտանիքը, վայելեք ձեր երեխաներին։ Այդքան կանացի պատմություններ ձեր կաբինետում լսելուց հետո կարծես թե դարձել եք կնոջ գիտակ։ Դա օգնում է, որ դուք կարողանաք ճիշտ հարաբերություններ կառուցել ձեր կյանքի կանանց հետ։ Աշխատանքը ինձ շատ հմուտ է դարձրել, հա։ Ես շատ լավ եմ ճանաչում նաև կինեակին, խորը ճանաչելով կնոջը, ես նաև խնդիրներ չունեմ իհարկե առաջերտին իմ ընտանիքին, խնդիրներ չունեմ նաև մորս հետ եւ նաև այն կանանց հետ, ում նույնիսկ ես առօրյա աշխատանքային process-ում ես անընդհատ առնչվում եմ։ Իսկապես, եթե գինեկոլոգը թարգմանենք կնախտաբան, կնագետ, ժամանակի ընթացքում հավատացեք, որ մենք դառնում ենք կնագետ, նույնիսկ սկսում ենք մոլեկուլար մակարդակով ճանաչել կինեակին։ Ինչն է առաջինը նկատում կնոջ մեջ։ Առաջինը կնոջ գեղեցկությունն եմ նկատում։ Կնոջ կարևորագույն հատկանիշը։ Նվիրվածությունը։ Ինչ պետք է անել կնոջ սիրտը շահելու համար։ Ընդհանրապես սիրել կնոջը։ Ուժեղ կին, թե նուրբ։ Իրանք երկուսը համադրելի են ինձ համար։ Ձեր կյանքի կարևորագույն կանայք։ Դե առաջինը մորս եմ տեսել, երկրորդը կնոջս, իսկ հիմա նաև աղջիկներս։ Կին, ով ամենաշատն է ոգեշնչում։ Իմ կյանքում շատ կանայք են ինձ ոգեշնչել տարբեր ասպարեզներում, եկեք այդ հարցին չպատասխանեմ։ Ինչն է կնոջ գլխավոր ուժը։ Համբերատարությունը, նվիրվածությունը եւ լսելու կարողունակությունը։